Open Media ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում RI News լրատվականը, տաղավարում աշխատում է Լուսինե Ղարսայանը, բարև ձեզ։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Deutsche Welle-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնյան հռչակագրում Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել այն հիմնական սկզբունքների շուրջ, ըստ որոնց պետք է ընթանա ապաշրջափակումը, շեշտելով, որ հայկական հողում գտնվող ենթակառուցվածքները պետք է գործեն Հայաստանի, իսկ ադրբեջանական ենթակառուցվածքները Ադրբեջանի իրավասության ներքո։ Միրզոյանի խոսքով Հայաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել երկաթուղում մի հատվածի ճակատագրի շուրջ, այդ հատվածը պետք է կառուցի և այնուհետև պահպանի Ամերիկա-հայկական միությունը, որն էլ իր հերթին կարող է վարձել երրորդ ընկերության ամենօրյա գործողություններ իրականացնելու համար։ Անդրադառնալով խաղաղության պայմանագրին, արտգործնախարարության ղեկավարը ասել է, որ ադրբեջանական կողմը ցավոք առաջ է քաշում նախապայմաններ։ Մենք համաձայն չենք դրա հետ և ունենք հակափաստարկներ և հավելել է, որ Հայաստանի սահմանադրությունում չկա ոչինչ, որը կարող է վկայել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների մասին։ Նա միաժամանակ հիշեցրել է, որ Հայաստանի իշխանությունը նոր սահմանադրության ընդունման մասին առանց դրա էլ խոսում է 2018 թվականից և նոր մայր օրենքն ընդունելու հանրաքվեն հավանաբար կանցկացվի 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ Միրզոյանն անդրադարձել է նաև Սյունիքով անցնելիք ճանապարհին և այդ խնդրի շուրջ Բաքվի հավակնություններին։ Մենք այն տպավորությունն ունենք, որ մի քանի ամսվա և տարվա բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը փորձում էր այս տարածքի համար ստեղծել ինչ-որ արտատարածքային միջանցք։ Օրինակ, նրանք պահանջում էին, որ այս երկաթուղու երկայնքով տեղակայվեն երրորդ երկրի զինված ուժեր։ Հիշում եմ, թե ինչպես էին նրանք ասում, որ երկաթուղու երկայնքով պետք է տեղակայվեն ռուսական զորքեր։ Դա իհարկե մեզ համար անընդունելի էր։ Միջանցք չկա, այլ կա միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի։ Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղադասարյանն է իր ֆեյսբուքյան էջում հերքել և մի շարք միջազգային տեղական լրատվամիջոցներում տեղ գծած տեղեկությունները, թե իբր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սյունիքի մարզի տարածքի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու և Թուրքիայի համար հատուկ սահմանային գոտի ստեղծելու մասին։ Նշված հրապարակումն ապատեղեկատվություն չունի որևէ փաստական կամ իրավական հիմք և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դեմ վարվող հիբրիդային պատերազմի բաղադրիչ, գրել է նա։ Այս օրերին Ադրբեջանում քարտեզագիրները հրապարակել են իրենց պատկերացրած Թրամփի ճանապարհը։ Բնականաբար իրենք դա անվանում են Զանգեզուրի միջանցք։ Հայաստանի տեղանուններն էլ թուրքացնելու հարցում էլ իրենց, ինչպես միշտ չեն զսպում։ Այս ամենը նորից փոթորկել է սոցցանցերի հայկական տիրույթը, պատմում է Մերի Դանելյանը։ Ադրբեջանում պետության հովանու ներքո գործող քարտեզագիրների միավորումը հրապարակել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի քարտեզը, որտեղ Հայաստանի տեղանունները թյուրքացված են։ Ճանապարհի վրա չկան նշաններ, որոնք կհուշեն անցակետերի մասին։ Քարտեզագետ Ռուբեն Գալչյանի խոսքով այս քարտեզի հրապարակումով Իլհամ Ալիևը հակադրվում է իր իսկ ստորագրությանը, որով իբր ճանաչում է Հայաստանի ամբողջականությունն ու ինքնիշխան տարածքը։ Քարտեզում կարմիրով նշվածը Իրանի ճանապարհն է, դեղինը Հայաստանի ավտոճանապարհը, կապույտը Արաքս գետը, որը մեր երկրի սահմանն է։ Սև-սպիտակ գծերով պատկերված է կառուցվելիք երկաթուղին, որն ամբողջովին Հայաստանի տարածքով է անցնում։ Այս դեպքում քարտեզագետը հարց է բարձրացնում. ինչպես է Ադրբեջանը դրան անվանում տալու իրավունք վերապահում իրեն։ Իրանք կարող են Զանգեզուրի միջանցքը դնել իրենց Բաքվի մոտ եղած երկաթուղու վրա, բայց Հայաստանի տարածքում անցնող ճանապարհի վրա իրավասու չի անունը դնել իր անունով կոչել Զանգեզուրի միջանցք։ Սա Զանգեզուրի միջանցիկ ճանապարհ է, տարանցիկ ճանապարհ է, տրանզիտ ճանապարհ է, ոչ թե միջանցք է։ Ռուբեն Գալչյանի կարծիքով սահմանազատումը պետք է օր առաջ իրականացվի, որպեսզի հստակեցվի, թե որտեղ են տեղադրվելու անցակետերն ու մաքսակետերը։ Նրա կարծիքով գործընթացից Հայաստանը վնասներով դուրս գալու կամ չգալու խնդիր չունի, քանի որ ինչպես հայտնի է, սահմանազատումը կատարվելու է երկու պետությունների իշխանությունների հռչակած Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Ալմատայի հռչակագրի համաձայն մենք տալիք Ադրբեջանին ոչինչ չունենք, բացի այդ մի քանի քառակուսի կիլոմետր ճանապարհը, որը մենք դրա շրջապատը Տավուշում գրավել ենք, որպեսզի անվտանգ լինի մեր ճանապարհը անցանելի լինի։ Եթե դրանք վերադարձնենք Ադրբեջանին, Իջևանից դեպի Նոյեմբեր գնացող ճանապարհը չի կարող, այլևս չի աշխատի։
Մինչդեռ Ադրբեջանը գրավել է 240 կամ ավելի քառակուսի կիլոմետր մեր տարածքներից։ Ըստ մասնագետի, երբ մեր երկրի վարչապետը հայտարարում է, թե մենք Ադրբեջանին վերադարձնելու տարածքներ ունենք, պիտի նաև նշի, որ դրանք կազմում են Ադրբեջանի գրավածի 1%-ը, որի մասին սակայն Նիկոլ Փաշինյանը լռում է։ Փոխարենը նա նորից անդրադարձել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տերմինին, նշելով, որ այդ հարցերը մեկնաբանելիս մենք պետք է հիմնվենք ոչ թե բանավոր հայտարարությունների, այլ գրավոր փաստաթղթերի վրա, եւ դա այլևս արդիական թեմա չէ։ Հիմա մենք աշխատում ենք բովանդակային տեքստի վրա, նախագծի բովանդակության գեներացման վրա։ Սեղանին դրված են էլեմենտներ եւ մենք այդ էլեմենտները պետք է ամբողջացնենք մի թղթի մեջ, այսինքն առաջին թուղթը պետք է ընդունվի նախագիծը երկրորդ, երրորդ, չորրորդ եւ այդպես հարցը պետք է հասնի տրամաբանական հաջորդ փուլին։ Քարտեզը դառնում է գործիք հավակնությունների համար, երբ կեղծվում է, բայց այդպիսի քարտեզներն ըստ մասնագետի չեն վավերացվում երկկողմ։ Օրինակ, խորհրդային սահմանադրությամբ Սևլճի հյուսիսային ծայրամասի միայն մի նեղ շերտ է Ադրբեջանին պատկանում, մնացածը ամբողջությամբ Հայաստանի տարածքում էր։ Նրանք այսօր առաջ են եկել, բացի Սևլիճի չափ 2-3 դրա համավասար տարածք մտել են Հայաստանի տարածք եւ նոր քարտեզներ են տպել, որ ցույց է տալի, որ իրենց իրական սահմանը այդ նորն է, որ իրենք գրավել են արդեն, նաև իշխանասարն են գրավել, շրջապատում ուրիշ սարեր են, բարձունքներ են գրավել, այդ քարտեզները ոչ ոք չի վավերացնել, բայց նախկինները վավերացած կան։ Մասնագետները կրկին հիշեցնում են նախաստորագրված համաձայնագրով ամրագրված փոխադարձության սկզբունքի մասին։ Եթե Բաքուն ինչ-ինչ գյուղեր իրենն է համարում, ինչի հետ համաձայնում են Հայաստանի իշխանությունները, ապա դրանք հանձնելու պարագայում հայկական կողմը պետք է հետ ստանա հարյուրապատիկը։ Մերի Դանիելյան, Free Open Media։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր «Մի րոպե մի բան ասեմ» շարքի 8-րդ տեսանյութում կրկին անդրադարձել է հայոց պատմությանը։ Ըստ նրա, պատմական Հայաստանը մեզ ասում է. «Ձեր ունեցած պետությունը մի դարձրեք պատմական Հայաստանի մաս»։ Ինչ դաս է մեզ տալիս մեր պատմությունը մեզ ասում է. «Մի կրկնեք ինձ», իսկ նրան չկրկնելու համար մենք պետք է կարդանք, մենք պետք է սովորենք, պետք է սերտենք մեր պատմությունը, ասել է նա։ Եկեք ի վերջո խոստովանենք, որ մենք շատ խոսում ենք մեր պատմությունից, բայց շատ չենք կարդում մեր պատմությունը։ Ինչ է ասում մեզ պատմական Հայաստանը։ Պատմական Հայաստանը մեզ ասում է, ձեր ունեցած պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, մի դարձրեք պատմական Հայաստանի մաս։ Եվ հետևաբար իրական Հայաստանի գաղափարախոսությունը եւ 4-րդ հանրապետության գաղափարը բխում են հայ ժողովրդի պատմությունից, բխում են պատմական Հայաստանի ուղերձների սերտումից։ Իրաքի վարչապետի տրանսպորտի հարցերով խորհրդական Նասեր Ալ-Ասադին հայտարարել է, որ Օմանը եւ Հայաստանը պաշտոնական դիմումներ են ներկայացրել զարգացման ճանապարհ նախագծին միանալու համար։ Ըստ նրա, նախագիծը լայն միջազգային հետաքրքրություն է վայելում, ծրագրին աջակցելու պատրաստակամություն են հայտնել նաեւ Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Թուրքիան։ Իրաքում Հայաստանի դեսպանը եւս հայտնել է մեր երկրի նախագծին մասնակցելու մասին։ Ասել է Ալ-Ասադին, հավելելով, որ մեծածավալ ենթակառուցվածքային ծրագրի նպատակը Իրաքը տարանցիկ կենտրոն դարձնելն է կապելով Ասիան Եվրոպայի հետ։ Ամփոփելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման արդյունքները, Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել է, որ այն շատ հետաքրքիր եւ ջերմ հանդիպում էր, սակայն ինքը խստորեն ասել է թե նրան, թե Պուտինին, որ ժամանակն է դադարեցնել սպանությունները եւ գործարք կնքել։ Մեջբերեմ նրա գրառումից։ Բավականաչափ արյուն է թափվել սեփականության սահմանները որոշվում են պատերազմով եւ կամքի ուժով։ Նրանք պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ գտնվում են։ Թող երկու կողմերն էլ հաղթեն եւ թող պատմությունը դատավոր լինի, այլևս ոչ մի կրակոց, ոչ մի մահ, ոչ մի մեծածավալ եւ ուժերից վեր ծախսեր։ Այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի։ Ամեն շաբաթ հազարավոր մարդիկ են մահանում։ Բավական է, խաղաղությամբ վերադարձեք տուն, ձեր ընտանիքների գիրկը, գրել է Թրամփը։
Ամբողջ աշխարհի ուշադրությունն իր վրա սևեռած Վաշինգտոնում փակ դռների հետևում կայացած Թրամփ-Զելենսկի հանդիպման օրակարգի առանցքային հարցը ոչ այնքան խաղաղության հասնելն էր, որքան տոմահաուք հրթիռները։ Ուկրաինայի նախագահը եկել էր հստակ նպատակով՝ ստանալու այդ հեռահար զենքը։ Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպման նախաշեմին Թրամփն հայտարարեց, որ պատրաստվում է Բուդապեշտում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչը նախապես զգալիորեն նվազեցրեց Կիևի համար բաղձալի հեռահար զենքերը ստանալու հնարավորությունները։ Տոմահաուկները շատ հզոր եւ վտանգավոր զենքեր են, դրանք առանձնանում են շատ մեծ ճշգրտությամբ։ Մենք Իրանում օգտագործեցինք մոտ 30 տոմահաուկ այն բանից հետո, երբ B-2-ներն արդեն տվել էին իրենց բաժին վնասները։ Այդ հարվածներով կարելի է ասել վերջակետ դրվեց խոցելով բավական մեծ հեռավորության վրա գտնվող Սուզանավ։ Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ տոմահաուկների կիրառումը կարող է նոր էսկալացիայի հանգեցնել եւ հանգեցնել շատ ծանր հետևանքների։ Ուստի այս հարցը պահանջում է չափազանց զգույշ եւ պատասխանատու մոտեցում։ Լրագրողների հարցին, թե արդյոք Պուտինը տոմահաուկների անունը լսելով պատրաստ կլինի զիջումների, Թրամփը պատասխանել է, թե համոզված է Պուտինը անձամբ ձգտում է գործարք կնքել, իսկ Զելենսկին ասել է, թե գիտի ինչից է վախենում Պուտինը։ Կարծում եմ, Ռուսաստանը իսկապես վախենում է տոմահաուկներից։ Սա ուժեղ զենք է, եւ նրանք լավ են հասկանում, թե ինչ զինատեսակներ ունենք։ Մենք չենք խոսում տոմահաուկների մասին միայն որպես առանձին զինամթերքի։ Մեզ պետք է համադրություն, ճկուն եւ համալիր համակարգով կիրառելու հնարավորություն։ Հենց այս համադրությունն է նրանց անհանգստացնում, որովհետեւ նրանք հասկանում են, ինչ կարող ենք մենք անել։ Լրագրողները Զելենսկիից հետաքրքրվել են, թե ինչ զիջումների են նա պատրաստ գնալ պատերազմը դադարեցնելու համար եւ արդյոք կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակից։ Ամենակարևորը Ուկրաինայի ժողովրդի համար, որն ամեն օր հարձակումների է ենթարկվում, անվտանգության հզոր երաշխիք ունենալն է։ ՆԱՏՕ-ն լավագույն տարբերակն է, սակայն զենքը նույնպես չափազանց կարևոր է։ Շատ կարևոր է, որ դաշնակիցները լինեն մեր կողքին, եւ մեզ համար վճռորոշ են իմ եւ նախագահ Թրամփի միջև ձեռք բերվելիք անվտանգության երկկողմ երաշխիքները։ Թրամփը, որը հաճախ է հպարտությամբ թվարկում իր դադարեցրած պատերազմները, ցանկանում է, որ արդեն 3 տարի շարունակվող ռուս-ուկրաինական հակամարտությունը դառնա իր ցուցակում գրանցված 9-րդը։ Կարծում եմ նախագահ Պուտինը ցանկանում է ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում ես այդպես չէի խոսի։ Երեկ ես նրա հետ 2.5 ժամ զրուցել եմ եւ մենք շատ մանրամասներ ենք քննարկել։ Նա իսկապես ցանկանում է վերջ տալ դրան։ Կարծում եմ նախագահ Զելենսկին նույնպես դա է ցանկանում։ Հիմա մենք պարզապես պետք է դա իրագործենք։ Թրամփին տպավորել էին ոչ միայն բանակցությունների հաջող ելքը, այլև նախագահ Զելենսկու արտաքին տեսքը։ Կարծում եմ Զելենսկին հիանալի տեսք ունի իր բաճկոնով, նա իսկապես ոչային է եւ ինձ դուր է գալիս։ Հուսով եմ մարդիկ նույնպես դա կգնահատեն։ Իսկ Զելենսկին իր հերթին շնորհավորել է Թրամփին իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը դադարեցնելու կապակցությամբ։ Կրկին շնորհավորում եմ Մերձավոր Արևելքում հրադադարի հասնելու ձեր ջանքերի արդյունավետության կապակցությամբ։ Դուք արեցիք դա։ Սակայն Զելենսկու առաքելությունը չհասավ իր գլխավոր նպատակին։ Թրամփը վկայակոչելով ԱՄՆ-ի սեփական անվտանգության կարիքները մերժեց տրամադրել տոմահաուկ հրթիռները։ Այսպիսով ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման իրական բանալին, ինչպես պարզ դարձավ, ոչ թե Վաշինգտոնում, այլ Բուդապեշտում է։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները եւ կկարողանա արդյոք Թրամփն իր նոթատետրի մեջ գրանցել հերթական դադարեցված պատերազմը, պարզ կդառնա թերևս Ռուսաստանի նախագահի հետ նրա հանդիպումից հետո։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Թրամփի համար խաղաղություն հաստատելու նոր թիրախ կարող է դառնալ Կիպրոսը, որտեղ անսպասելի լարվել է դրությունը։ Թուրքիայի գրաված հյուսիսում, որտեղ ստեղծվել է հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը, վախեցել են, որ հունական հարավը ռազմական գործակցություն է խորացնում տարբեր երկրների հետ, հատկապես Իսրայելի։ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը, որը ամենայն հավանականությամբ կփոխարինի Էրդողանին, բացահայտ պահանջել է ցրել Հունաստանի, Կիպրոսի եւ Իսրայելի դաշինքը, այլապես նրա Թուրքիան առաջինը կհարվածի։ Կիպրոսի շուրջ զարգացումները վերլուծաբանները բավականին լուրջ են համարում, որովհետև հատկապես Իսրայելի գործոնը թուրքերին շատ է անհանգստացնում։ Ինքնահռչակ հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը խստորեն նախազգուշացնում է անվերահսկելի էսկալացիայի մասին, հայտարարելով, որ կղզու հարավային մասում օտարերկրյա ռազմական ներկայության կտրուկ աճը կործանարար սպառնալիք է տարածաշրջանային կայունության համար։ Նրա խոսքով հարավային Կիպրոսը ռեկորդային արագությամբ վերածվում է նոր ռազմական հարթակի, որտեղ իրենց մշտական դիրքերն են ամրապնդում Իսրայելը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Հարավային Կիպրոսը չափազանց է սպառազինվում։ Իսրայելը վերահսկում է նավահանգիստներն ու օդանավականները, օգտագործելով դրանք որպես լոգիստիկ հանգույցներ։ Ֆրանսիան ընդլայնում է իր ռազմական ներկայությունը, իսկ Մեծ Բրիտանիան ունի 2 ինքնիշխան ռազմաբազա։ Նույնիսկ Հնդկաստանն է նավ ուղարկել տարածաշրջան։
Կիպրոսի հարավն ու հյուսիսը նոր չեն լարվածության մեջ։ Կղզին միացյալ թագավորությունից անկախություն ստացավ 1960 թվականին եւ անմիջապես էլ դարձավ հունական ու թուրքական համայնքների բախումների թատերաբեմ։ 1964-ից ՄԱԿ-ն այնտեղ խաղաղապահներ էր տեղակայել։ Կղզու հույները ձգտում էին Հունաստանի հետ միավորման եւ 1974-ին մայր երկրում իշխող սև գնդապետերի աջակցությամբ ռազմական հեղաշրջում իրականացրին եւ անմիջապես էլ Թուրքիան զորքեր ափ հանեց եւ գրավեց կղզու 30%-ը։ 1.5 տասնամյակ էլ չանցած Կիպրոսը դադարեց լինել ամբողջական պետություն եւ արդեն 5 տասնամյակ բաժանված է երկու մասի։ Ձևավորվեց հյուսիսային եւ հարավային Կիպրոսի ներկայիս բաժանումը ՄԱԿ-ի հսկողությամբ կանաչ գծով։ 1983-ին հյուսիսում հռչակվեց հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, որը մինչ օրս ճանաչել է միայն Թուրքիան։ Հարավային Կիպրոսը, որին աշխարհը ճանաչում է որպես ամբողջ կղզու օրինական կառավարություն, 2004 թվականին դարձավ Եվրամիության անդամ, իսկ վերջին տարիներին սկսել է խորացնել ռազմական համագործակցությունը արևմտյան երկրների հետ։ Այժմ Կիպրոսը կրկին դարձել է արևելյան միջերկրականի ուժային հակասությունների կենտրոն։ Կղզու ռազմավարական դիրքն ու գազի հանքավայրերի շուրջ ծովային վեճերը տարածաշրջան են բերել նոր արտաքին ուժեր։ Այժմ այստեղ ներկա են ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նավեր։ Իսրայելը ապահովում է տեխնոլոգիական աջակցություն, իսկ Բրիտանիան շարունակում է վերահսկել իր ռազմաբազաները։ Թաթարի մտահոգությունները վերաբերում են հարավի ռազմականացմանը, մինչդեռ հարավային Կիպրոսի համար անվտանգության գլխավոր մտահոգությունը մնում է հյուսիսում տեղակայված թուրքական բանակի խոշոր զորակազմի ներկայությունը։ Միջազգային հանրությունը հյուսիսային Կիպրոսում գտնվող Թուրքիայի շուրջ 35,000 զինվորին դիտարկում է որպես օկուպացիոն ուժ։ Կիպրոսի հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը արձագանքել է Թաթարի ջղագրգիռ հայտարարություններին։ Կիպրոսը չի սպառնում որևէ մեկին, մեր քայլերն ուղղված են բացառապես ինքնապաշտպանությանը եւ տարածաշրջանային կայունությանը։ Համագործակցությունը մեր դաշնակիցների հետ հիմնված է միջազգային իրավունքների վրա։ Ավելին, այդ քայլերը մասամբ պատասխան են հյուսիսում Թուրքիայի մշտական ռազմական ներկայությանը։ Իսկ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը զգուշացրել է, որ նման դաշինքները կարող են լարվածություն առաջացնել։ Որոշ երկրներ փորձում են շրջափակել Թուրքիան, եթե դիվանագիտական ուղիները չաշխատեն, մենք չենք բացառի ուժային պատասխան քայլերը ի պաշտպանություն հյուսիսային Կիպրոսի անվտանգությունը երաշխավորելու մեր իրավունքների։ Միաժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը մեկնաբանել է տարածաշրջանային լարվածության շուրջ մտահոգությունը։ Մեր գործողությունները Կիպրոսի հանրապետության հետ ուղղված են բացառապես ծովային անվտանգության ապահովմանը եւ ահաբեկչության դեմ պայքարին, ոչ թե որևէ կողմի դեմ։ Այս ֆոնին փորձագետները նշում են, որ Կիպրոսը վերածվում է նոր ռազմավարական հանգույցի, որտեղ խաչվում են արևմուտքի եւ տարածաշրջանային խաղացողների շահերը։ Հատկանշական է, որ կղզու վերամիավորման շուրջ բանակցությունները գտնվում են փակուղում։ Թուրքական կողմը իդեմս Թաթարի հայտարարել է, որ այլևս չի ընդունի կղզին մեկ դաշնային պետության տեսքով վերամիավորելու նախկին մոդելը, պահանջելով երկու ինքնիշխան պետության լուծում հյուսիսային Կիպրոսի միջազգային ճանաչմամբ։ Կիպրոսի հանրապետությունը սակայն հրաժարվում է այդ գաղափարից, շեշտելով, որ ցանկանում է վերսկսել բանակցությունները ՄԱԿ-ի հովանու ներքո։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Արքայազն Էնդրյուն եւ նրա նախկին կինը Սարա Ֆերգյուսոնը պաշտոնապես զրկվել են Յորքի դուքսի եւ դքսուհու դիտխոսներից։ Յորքի նախկին դուքսը հայտարարել է, որ իր դեմ շարունակվող մեղադրանքները եւ սեռական հանցանքների համար մեղադրվող Ջեֆրի Էփշտեյնի հետ նրա կապը շեղում են նորին մեծության եւ թագավորական ընտանիքի գործունեության հանդեպ ուշադրությունից։ Բուքինգհեմյան պալատի տարածած հայտարարության մեջ արքայազն Էնդրյուն հավելել է, որ որոշումը կայացրել է իր եղբոր Չարլզ երրորդ թագավորի եւ արքայազն Ուիլյամի հետ խորհրդակցելուց հետո նորին մեծության համաձայնությամբ ես այլևս չեմ օգտագործի ինձ շնորհված պատվավոր տիտղոսները, նշել է հանգուցյալ Եղիսաբեթ II թագուհու կրտսեր որդին։ Միջազգային լրահոսին այսօր հետևում է իմ գործընկեր Մոնիկա Հայրոյանը։ Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացի մեկնարկով Եվրամիությունում նվազել են հակաիսրայելական պատժամիջոցներ մտցնելու գաղափարի կողմնակիցները Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի ֆոնին։ Եվրոպական մամուլը քիչ հավանական է համարում, որ Եվրահանձնաժողովի պատժամիջոցների մասին առաջարկը ստանա անդամ երկրների մեծ մասի աջակցությունը։ Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովը կոչ է անում Իսրայելին հեշտացնել Գազայի հատված հումանիտար օգնության մուտքը, մատնանշելով բյուրոկրատական խոչընդոտները։ Ավելի վաղ Իսրայելը ՄԱԿ-ին տեղեկացրել էր, որ օրական 300 բեռնատարով հումանիտար օգնություն կթույլատրի մուտք գործել Գազա, ինչը կազմում է Թրամփի խաղաղ ծրագրում նշված քանակի կեսը։ Իսրայելը պարզաբանել է, որ պատճառը զոհված պատանների մարմինների վերադարձի մասին կետի խախտումն է։ Այսօր Համասը փոխանցել է մահացած պատաններից մեկի մարմինը, եւս 18-ը դեռ պետք է վերադարձնի։
Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս գտնվող 3 երկրներ՝ Ինդոնեզիան, Ադրբեջանը եւ Պակիստանը, գլխավոր հավակնորդներն են Գազայի հատվածում ապագա կայունացման ուժերի համար զորքեր մատակարարելու հարցում։ Միացյալ Նահանգների պատերազմի նախարարության աղբյուրները Պոլիտիկոին հայտնել են, որ այս երկրներն են առավել մեծ շահագրգռվածություն ցուցաբերել զորքեր տրամադրելու հարցում։ Ինդոնեզիան, որն աշխարհի ամենամեծ մահմեդական համայնքն ունեցող երկիրն է, ձգտում է մեծացնել իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզում։ Պակիստանը եւ Ադրբեջանն էլ ըստ հեղինակավոր պարբերականի ձգտում են շահել Վաշինգտոնի եւ անձամբ Թրամփի բարեհաճությունը։ Պակիստանը հարված է հասցրել Աֆղանստանի Փակտիկա նահանգին։ Զոհվել է 10 մարդ, այդ թվում 2 երեխա։ Ըստ Ֆրանս Պրեսի եւս 12 խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Թալիբանը հայտարարել է, որ Պակիստանը խախտել է հրադադարի ռեժիմը եւ ռմբակոծել 3 օբյեկտ, նաեւ հավելել, որ Քաբուլը պատասխան միջոցներ կձեռնարկի։ Սահմանային մարտերը Աֆղանստանի եւ Պակիստանի միջև սկսել են հոկտեմբերի 11-ին։ Երկու կողմից էլ զոհվել են տասնյակ զինծառայողներ։ Հոկտեմբերի 15-ին երկրները համաձայնության են եկել 48-ժամյա զինադադարի շուրջ, որը փաստացի ավարտվել է։ Պերուի կառավարությունը երկրում չդադարող ցույցերի ֆոնին որոշել է արտակարգ դրություն հայտարարել մայրաքաղաք Լիմայում։ Ցուցարարների եւ ոստիկանների միջև բախումներում զոհվել է 1 մարդ, վիրավորվել 100-ից ավելին, որոնց մեծ մասը ոստիկաններ են։ Բողոքի ցույցերը վերսկսվել են նախագահ Դինա Բոլուարտեի իմփիչմենթից հետո եւ կոնգրեսի նախագահ Խոսե Խերիի նախագահական երթմնակալությունից 1 շաբաթ անց։ Ցույցերը կազմակերպում են հիմնականում երիտասարդ ակտիվիստները, որոնց միավորում է աշխարհում արդեն մեծ տարածում ստացած Ջենզի շարժումը։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ մի քանի այլ նախկին պաշտոնյաների տներում խոզարկություններ են իրականացվել։ Վրաստանի գլխավոր դատախազը ճեպազրույցում հայտարարել է, որ առգրավվել են էլեկտրոնային սարքեր, փաստաթղթեր եւ խոշոր գումար։ Խոզարկություններ են իրականացվել Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավարի, նախկին գլխավոր դատախազի ու եւս 8 նախկին պաշտոնյաների տներում։ Հիշեցնեմ, վերջին ամիսներին կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել են Վրաստանի էկոնոմիկայի եւ պաշտպանության նախկին նախարարները։ Հոկտեմբերը աշխարհում նշում են որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս։ Հիվանդության դեմ պայքարում շատ կարևոր դեր ունեն վաղ ախտորոշման ուղղված սկրինինգային ծրագրերը։ Դրանք նաև կդառնան համապարփակ բժշկական ապահովագրության համակարգի կարևոր մասը, որն առողջապահության նախարարությունը նախատեսում է սկսել ներդնել եկող տարվանից։ Քաղցկեղ։ Այս բառը մինչև վերջերս հնչում էր որպես անբեկանելի դատավճիռ, սակայն այսօր շնորհիվ բժշկության զարգացման եւ ամենակարևորը վաղ ախտորոշման, այն գնալով ավելի շատ է դառնում ոչ թե ավարտի, այլ պայքարի եւ հաղթանակի պատմություն։ Վերջին տարիներին քաղցկեղի բացահայտման թվերն աճել են։ Լուսինե Գրիգորյանի համար այս ախտորոշումը հնչեց ամենաանսպասելի պահին, ծննդաբերությունից անմիջապես հետո, երբ երեխան ընդամենը 40 օրական էր։ Մեզ թվում էր, որ ծննդաբերության բարդություններ են, բայց իրականում հետագայում հետազոտությունների պատճառով պարզվեց, որ լիմֆոմա տեսակի չարորակ քաղցկեղ է, եւ երևի թե 40 օրեկանից երեխայի արդեն ես հիվանդանոցում պարկած էի, Յոլիանում եմ բուժվել, ստացել եմ 6 քիմիոթերապիայի կուրս, հիվանդությունը, չեմ ուզում ասել ժամանակապես, արդեն հետ է քաշվել եւ հիմա ես ուղղակի պահպանողական փուլում եմ։ Ինչպես Լուսինեն է պատմում, ֆիզիկական բուժմանը զուգահեռ ոչ պակաս կարևոր է հոգեբանական պայքարը եւ բուժման ընթացքում եւ դրանից հետո։ Ես ինքս եմ առաջինը տեսել հենց դիագնոզը թղթի վրա եւ այո, կարող եմ ասել, որ որոշ չափով գիտակցում էի, բայց ամեն դեպքում այդ ամբողջը չէր հասկացվում, թե ինչպես է լինելու։ Իհարկե առաջին մտքերը միայն մազերը թափելու մասին էին քիմիոթերապիայի արդյունքում, հետո արդեն իհարկե մահվան մասին էին, հետո բուժումների սնանկանալու ֆինանսապես, որտեղ ինքս էլ գիտեի, որ բավականին թանկ արժե բոլոր այդ քաղցկեղի բուժումները։ Դարի հիվանդության տեսակներից ամենատարածվածը կրծքագեղձի քաղցկեղն է։ 2024 թվականին գրանցվել է նոր 1682 դեպք, նախորդ տարվա 1552-ի համեմատ։ Ընդհանրապես պատճառներից կարող են լինել ընդհատված բազմակի առավելևս ընդհատված հղիությունները, կրծքով չկերակրելը, ժառանգական գործոնը, երևի թե հիմնական սա մնացած սննդային էկոլոգիական դա կարծում ընդհանուր ավելի բնականաբար բոլոր քաղցկեղներին է վերաբերում։
Մասնագետները հորդորում են կանանց լինել ուշադիր մի շարք ախտանշանների նկատմամբ։ Դրանք են ցանկացած հատվածում գոյացության առկայությունը, անկախ նրանից այն ցավոտ է թե ոչ, մաշկի վրա նկատվող ցանկացած անսովոր փոփոխություն։ Քաղցկեղը հայտնաբերվում է սկրինինգային ծրագրերի միջոցով, դեռևս չշոշափվող փուլում։ Սա ըստ բժիշկների ունի կարևոր նշանակություն, պահպանելով ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական առողջությունը։ Որպեսզի գործը չհասնի արդեն նշանների հայտնաբերմանը, նախանշանների պարագայում արդեն պետք է կինը հետազոտվի եւ հայտնաբերվի այն գոյացությունը, որը դեռ հնարավոր չէ շոշափել, որը դեռ ոչ մի կերպ նշաններ չի ցուցաբերում։ Դա ավելի ճիշտ է, ավելի բուժման տեսակետից, ավելի հետագայում տվյալ անձի, տվյալ պացիենտի համար ավելի կարելի ասել արդյունավետ է բուժումը կազմակերպել։ Կառավարության վերջին նիստում, որը համընկավ կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամսվա հետ, նիստին ժապավենով եկած Փաշինյանն ընդգծեց հանրային ընկալումները փոփոխելու կարևորությունը։ Ցավոք, կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում տարածված ձևերից մեկն է եւ շատ կարեւոր է, որ մենք այստեղ իհարկե նաեւ հանրային պատշաճ միջավայր ձևավորենք, որպեսզի քաջալերենք մեր կանանց, որպեսզի նրանք հաճախակի կամ սահմանված ժամանակահատվածում այդ հետազոտություններն անցնեն։ Առողջապահության նախարարն իր հերթին նշեց, որ վաղ ախտորոշման ուղղված սկրինինգային ծրագրերը արդեն իսկ տալիս են իրենց արդյունքը։ Դրանք կդառնան նաև համապարփակ բժշկական ապահովագրության համակարգի կարևոր մասը։ Անվճար սկրինինգային հետազոտություն կարող են անցնել 45-ից 68 տարեկան Հայաստանի քաղաքացի կանայք։ Մենք եւ 23 թվականի եւ 24 թվականի վիճակագրական տվյալներով ունենք մահացության նվազում քաղցկեղի հիվանդությունների պարագայում։ Մենք ունենք հայտնաբերման ավելացում, բայց մահացության կրճատում, ինչը լավ ընթացք է եւ սա է մեր նպատակը, որ մենք հնարավորինս վաղ հայտնաբերենք, հնարավորինս շատ հայտնաբերենք բոլոր արկա դեպքերը եւ ճիշտ արդեն բուժման արդյունքում ունենանք լավ ելքեր։ Այն երիտասարդացել է, այսինքն ավելի հաճախ է հանդիպում երիտասարդ կանանց մոտ։ Առաջինը, եթե իհարկե, Աստված մեր ասեք, կա ժառանգականության գործոն, այսինքն մոտ հարազատների հայրական, մայրական կողմից որևէ մեկի մոտ առաջին կամ երկրորդ սերնդի հարազատների մոտ կրծքագեղձի քաղցկեղ, անպայման պետք է ինքը ավելի շուտ դիմի։ Սակայն մինչ պետությունը քայլեր է ձեռնարկում վաղ ախտորոշման եւ բուժման ուղղությամբ, բաց է մնում մեկ այլ ոչ պակաս կարևոր հարց, ինչն է Հայաստանում քաղցկեղի առաջացման պատճառը։ Էկոլոգները տագնապ են հնչեցնում օդի աղտոտվածության, հանքարդյունաբերության, նոր հանքերի շահագործման եւ վերջին շրջանում հաճախակի դարձած հրդեհների կապակցությամբ։ Քաղցկեղի հիվանդության ցուցակում մենք զբաղեցնում ենք առաջին, երկրորդ կամ երրորդ տեղ։ Ու այս ստատիստիկա ունենալով մենք ունենք այդպիսի հրդեհների ժամանակ մեծ թվով կանցերոգեն նյութերի արտանետում։ Հիվանդության հաղթահարման համար կարևոր է նաև հոգեբանական աջակցությունը։ Ըստ Լուսինեի առաջին օրվանից ստացել է հոգեբանի աջակցությունը։ Ընտանիքն ու հարազատներն էլ օգնել են, բայց միևնույն է, մարդը չի կարող չընկճվել։ Դեպրեսիոն փուլերով քիչ-քիչ ներսից քեզ խժռում է։ Եվ փուլեր են լինում, երբ որ դու ուղակի բարկացած ես բոլորի վրա, ոչ ոքի երեսը չես ուզում տեսնել, փուլեր են լինում, որ դու վստահ ես, որ մահանալու ես, փուլեր են լինում, որ արդեն թեթևանում ես եւ սկսում ես ուղակի ընդունել ամեն ինչ այնպես, ինչպես որ կա։ Մենք նաեւ հոգեբանական ծառայություն մեր կլինիկայում, որը անհրաժեշտության դեպքում մենք դիմում ենք իրանք հնարավորինս օգնել, բայց այո, շատ կարևոր է, թե ինչպես են վերաբերում տվյալ խնդրին ընտանիքի անդամները։ Քաղցկեղի դեմ պայքարի դժվար փուլերից մեկը սկսվում է ապաքինումից հետո, երբ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վախն ավելի է մեծանում։ Լուսինեի խոսքով ցանկացած սովորական հիվանդություն, նույնիսկ թեթև մրսածությունը, ընկալվում է որպես հիվանդության հնարավոր վերադարձի ազդանշան, առաջացնելով նույն բուժման դժվարին ճանապարհը կրկին անցնելու ավելի մեծ վախ։ Հիվանդը պետք է գիտակցի եւ ավելի պատասխանատու վերաբերվի իր բուժմանը։ Ես օրինակ գիտեի, որ պետք է այսօր խմեմ օրինակ 15 հատ այս ինչ որ տեղից, ես այդ 5 հատը խմելուց, ամեն 5 հատը խմելուց լաց է լինում, չէի ուզում, ասում էի չեմ ուզում, ես լավ եմ զգում։ Ժամանակակից բժշկությունն ու վաղ ախտորոշումը հնարավորություն են տալիս հիվանդությանը նայել ոչ թե որպես ավարտ, այլ որպես նոր պայքարի փուլ, որը կարելի է հաղթահարել։ Եվ ամենակարևորը, նման պատմությունները հիշեցնում են, որ քաղցկեղը բուժելի է, երբ ժամանակին է հայտնաբերվում, կա հավատ եւ պայքարելու կամք։ Աննա Հարությունյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, մեր հաջորդ գլխավոր թողարկումը ժամը 17-ին է, կհանդիպենք այդ ժամին։